Վերջին օրերին Կոտայքի մարզը քրեական դրամա է հիշեցնում։ 5 սպանություն 4 օրում։ Եվ ավելի սարսափելի է, որ այդ արյունալի բոլոր դեպքերի համար մեղադրվողները հոգեկան խնդիրներ ունեցող մարդիկ են։ Արամուսի Գազարի դաշտում սպանությունից հետո հանցագործը եւս 2 մարդ սպանել է նույն մարզի Զովաշեն գյուղում։ Սպանությունից հետո էլ վերցրել նրանց մեքենան ու հեռացել։ Ոստիկանությունը նրան գտել է արդեն այլ վայրում։ Նույն օրերին Չարենցավանի եկեղեցում իր ազգականին դանակահարած երիտասարդը նույնպես ունի հոգեկան առողջական խնդիր։ Վերջինս ստացիոնար բուժում է ստացել հոգեբուժական կենտրոններից մեկում։ Հասարակությանն անհանգստացնող հարցն այսօր մեկն է. ինչպես է պատահում, որ վտանգավոր համարվող մարդիկ շրջում են ազատ։ Ով է պատասխանատու եւ ում թերացմամբ չկանխվեցին հերթական սպանությունները։ Փաստաբան Սերգեյ Հարությունյանը դա բացատրում է իրավապահ համակարգի ձախողմամբ։ Դեռ Արամուսում կատարած սպանությունից հետո ենթադրյալ հանցագործն անմիջապես պիտի հայտնաբերվեր, այդ դեպքում նոր սպանություն չէր լինի։ Մենք գործ ունենք փաստի հետ, որ եւ ոստիկանության եւ համայնքային իշխանությունների թերացման արդյունքում այդ մարդը այդպիսի քայլի է գնում։ Կարծում եմ դա պայմանավորված է նրանով, որ ոստիկանությունը իրավապահ համակարգը ավելի շատ իր սահմանադրական լիազորություններից զատ լեցված է այլ գործերով, լեցված է քաղաքական հետապնդումներով։ Բժիշկն էլ ասում է, հոգեկան առողջական խնդիրներ ունեցող բոլոր անձանց հոգեբուժարանում պահելու անհրաժեշտություն եւ կարիք չկա։ Որևէ հիվանդության դեպքում մենք չենք կարող միանշանակ ասել, որ անձը իր կամ շրջապատի համար վտանգ է ներկայացնում։ Յուրաքանչյուր դեպքում, երբ որ մենք այդ հարցը դնում ենք, դա որոշում է հոգեբուժական հանձնաժողովը։ Բժիշկն ու փաստաբանն ասում են, մարդուն հոգեբուժարան տեղափոխելու համար անհրաժեշտ է դատարանի թույլտվություն, ուստի յուրաքանչյուր ոք չի կարող առողջական խնդիր ունեցող անձին ուղարկել բուժման։ Հոգեբուժական հսկողությունը իրականացվում է տեղամասային հոգեբուժների կողմից, բայց տեղամասային հոգեբուժը իրավունք ունի անձին հարկադրաբար հսկողություն իրականացնելու միայն այն դեպքերում, երբ որ դատարանի որոշում կա արտահիվանդանոցային հարկադիր բուժման։ Ըստ առողջապահության նախարարության եւ փաստաբան Սերգեյ Հարությունյանի դրա պատասխանատուն այս պարագայում համայնքի ոստիկանությունն է։ Իսկ իրական գործառույթը չի անում, չգիտեմ, ավելի շատ զբաղված է վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին A կետից B կետ տեղափոխելու գործընթացով, եւ մենք դրա համար տեսնում ենք, որ օր-օրի այսպիսի դեպքեր են լինում։ Բայց ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղարն էլ ասում է, իրավապահ համակարգը չի կարող տեղեկանալ, թե որ համայնքում կան հոգեկան առողջական խնդիրներ ունեցող անձինք։ Ըստ նրա, Արամուսում սպանություն կատարած անձն ունի իր անունով հաշվառված զենք, ուստի վերջինս հոգեկան հիվանդություն չի կարող ունենալ։ Համայնքապետարանը նույնպես հերքում է նրա հիվանդության փաստը, բայց նրա անադեկվատ պահվածքի մասին են պատմում համագյուղացիները, որոնք ցանկացան անանուն մնալ։ Այդուամենայնիվ առողջապահական համակարգը հիշեցնում է, հոգեկան հիվանդություն ունեցողներն էլ ունեն իրավունքներ։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հետևում է, որ այդ իրավունքները չխախտվեն։ Հոգեբուժարաններում նույնիսկ հեռացրել են ճաղավանդակները։ 5 զոհից հետո էլ դեռ հստակ չէ, ով է պատասխանատու եւ ով պիտի վերահսկի վտանգ ներկայացնող անձանց։ Իսկ երբ չկան պատասխանատուներ, ամեն հաջորդ ողբերգություն դառնում է կանխատեսելի։ Սեդա Մակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Instagram-ում, Telegram-ում, WhatsApp-ում եւ TikTok-ում կամ այցելեք պաշտոնական մեր կայքի 3w abcmedia.am։